Արհեստական բանականության աշխարհում իրական են բոլորին ցնցած այս կադրերը։ Աշխարհի ամենահայտնի երկնաքերերից Նյու Յորքի Empire State-ի տանիք են բարձրացել ռուս ռուֆերներ 33-ամյա Անժելա Նիկոլաուն և 32-ամյա Իվան Կուզնեցովը։ 440 մետրանոց երկնաքերի գագաթ հասնելով Իվանն ու Անժելան բարձրացրել են պաստառ, որի վրա անգլերեն գրված է եղել. Երբ սիրո ուժը հաղթում է իշխանության հանդեպ սիրուն, աշխարհը ճանաչում է խաղաղությունը։ Պաստառը բարձրացնելուց հետո Իվանը Մանհեթենի տանիքում, որտեղ ոչ ոքի մուտքը չի թույլատրվում, ծնկաչոք ամուսնության առաջարկ է արել Անժելային։ Մարդիկ ներքևում ապշահար նայել են զույգին ու աչքերին չեն հավատացել. կինո է։ Ինչպես է զույգին հաջողվել անվտանգության աշխատակիցներին մոլորեցնել, ներխուժել շենք ու բոլորից աննկատ մագլցել ամենավերև։ Ես մտածում եմ, ինչպես են նրանք հաղթահարել անվտանգության ծառայության այդքան խիստ հսկողությունը։ Ոնց հասկացա, նրանք նշանվեցին շենքի գագաթին, հիմա էլ կարծես իջնում են ներքև։ Սա խենթություն է, կարծես ֆիլմի մեջ լինենք։ Անվտանգության աշխատակիցները զույգին նկատել են, երբ նրանք արդեն շենքի 103-րդ հարկում են եղել ամենավերևում։ Ոստիկանները հենց աշտարակի վրա շղթայել են խենց զույգին։ Ինչպես եք, դուք չեք կարող այստեղ լինել։ Ես լավ եմ, ամեն ինչ կարգին է։ Բռնիր նրան, ինչ լեզվով եք դուք խոսում։ Ռուսերեն։ Ռուս զույգին Նյու Յորքի ոստիկանությունը բերման է ենթարկել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով՝ ապօրինի ներխուժում, մուտք արգելված տարածք և վտանգի ստեղծում։ Երբ մի քանի ժամ հետո Անժելային ու Իվանին Նյու Յորքի ոստիկանությունը բաց է թողել, զույգն արդեն դարձել էր միջազգային մամուլի թոփ թեման։ Անժելային Իվանի էքստրեմալ առաջարկության տեսանյութը միլիոնավոր դիտումներ է հավաքել համացանցում։ Ոստիկանությունից դուրս գալուց հետո զույգը խոստովանել է, որ չի փոշմանել արածի համար, և հենց ոստիկանների աչքի առաջ նրանք համբուրվել են։ Սերը ամենակարող ուժն է, ասել է Իվանը տեսախցիկների առաջ։ Իվանն ու Անժելան համբույրի ու գրկախառնության հայտնի տեսանյութեր ունեն աշխարհի ամենաբարձր կետերից։ Նախորդը եղել է Սան Ֆրանցիսկոյի Բեյ Բրիջի աշտարակը, ավելի վաղ Կուալա Լամպուրի սուպեր աստղը, որն իր բարձրությամբ աշխարհում երկրորդն է։ Netflix-ը նաև ֆիլմ է նկարել այս զույգի մասին՝ «Երկնքով քայլողները», մի զույգի պատմություն, որը սկսվել է 10 տարի առաջ Մոսկվայում։ Լիլիթ Գասպարյան, Անի Խանդիլյան, Հալյուր։